Մենք հիմա որտեղ ենք։ Մենք գտնվում ենք Ռոմանոս Մելիքյան փողոցում։ Էսի հանրային փողոցա, բանի վիոլա ջրում, այտենց ճանաչված փողոցա, որ իրանք ոչ մի բան չեն անում։ Հիմա ֆակտ ախպեր։ Այսա, մարդու կեղտա ջրերը հենց լսվել է հայաթը, այսի կեղտա ջուրը, քաքա ջուրը ախպեր։ Ամեն անձրևներից հետո մենք նաև տեսա նյութով տեսա։ Ջրեղեղը ախպեր։ Սաղ ջրեղեղը, սաղի տունը, կոնկրետ ջրեղեղը։ Սեփական տները։ Սա սեփական սեկտորը, եթե իր տունը փողոցին հավասար է, ուրեմն ինքը հետո կամ հարևանի տունն է լողանում կամ մի 4-5 ժամ զուգարան չի մտնում, որ այդ ամեն ինչը չլսվի իրար։ Հենց հիմա փաստ էսի լիքն է։ Սա հիմա ի՞նչ է, դիտահորա։ Էսի էս մարդու կոյուղի հորն է, որ ինքը ծակը թողել է ստե, որ պետք եղա ժամանակ իր բան լուկը սպասարկի։ Հա, բացի մաքրի, հա։ Իր փայ լուկը սպասարկի։ Հիմա էսի նայ ջուր փաստացի որ շուշատիսն եմ հետ է գալու։ Այսինքն գնալով բարձրանում մակարդակը։ Բարձրանալու է, խոսքի, եթե հիմա այս հարևաններից մի քանի հոգի որոշի լողանը, այս մարդը всё, ստեղ կեղտա ջրի մեջ կորելու։ Այսի հարևան մի քիչ ուտել կորացել, այսի սա քաքա ջուր է։ Սա ամենացածր կետն է, չէ՞ երևի։ Ամենացած, մեր տունն էլ է ամենացած։ Այս կողմն էլ է։ Դիմացի տունն էլ է ամենացածը։ Այս կողքի տունն էլ է ցածր տոշկա։ Սա ցածր տոշկա է։ Ու այս ամեն ինչը, որ այս օրին ենք մենք, էսի վիոլա ջրի քրտնաջան աշխատանքի շնորհքն է, այսպես ասեմ, էլի։ Ճակերտավոր։ Նաև դուք ասեցիք, որ դիտահոր ունեք այնտեղ, որ վիոլա ջուրը չի ուզում գտնի, որ եթե գտնի, նաև կարա մաքրի եւ ախպերը սա խնդիրը գալիս է, այս բանի, այս կողքի դիտահորը, որ պետական կոյուղագիծը ընկնում է ինչ-որ գարաժների տակ։ Կամ բաղչի մեջ է, կամ գարաժների տակ է, ես չգիտեմ ինչ է։ Հիմա վիոլա ջուրը այդ հարցը թողել է բնակիչ ու թաղապետարը։ Ինքը ստեղ արանքում է։ Լրիվ դուրս է եկել։ Երբ որ զանգում ես ասում է, հա, մենք խնդիրը կգրանցենք, դաժե ձևական, իրանց ինժեները չի գալիս հասկանալ այդ բնակիչը ինչի մեջ է։ Պրոստը եթերային է լինելու, ես դրա համար չեմ։ Փաստացի հիմա դուք խնդրի լուծումը տեսնում եք ինչումն է, դիտահորը գտնել է, այդ կոյուղագիծը մաքրելը, հա։ Որ վիոլա ջուրը գա, լսում եք ձեզ։ Խաղապետարանի հետ համատե, այս հարցին տան հրատապ լուծում, ոչ թե ընթացքային։ Տարիների վեր ջրահեռացումը փողոցի կապված ա եղել կոյուղագծի հետ։ Արդեն անթույլ է։ Հա, նույն խողովակով է գնա։ Հիմա երբ որ արդեն վատա ինքը անցկացնում է կոյուղու մեջ եղած պարունակությունը, արդեն հետ դուրս ա գալու անձների ժամանակ մարդկանց տներն ա լցվում։ Եթե դա վիոլայի գիծը չի, մենք իմանանք ումնա դիմենք իրան։ Եթե վիոլա կազմակերպությանն է, ուրեմն թող իրանք որոշեն շինությունները կառուցված են, մենք հարևանների հետ վատամարդ չենք կարող լինենք, որովհետեւ այդ մարդը շինություն է կառուցել, մենք չգիտենք ինքը օրինական է կառուցել, թե անօրինական։ Այսինքն առանձին սելավատար չկա, որպես այդպեսին։ Սելավատար չունի, միացած է կոյուղագծին, խնդիրը դրա մեջ է։ Հիմա այս մարդկանց տները լրիվ կեղտաջրեր ա լցվում, լավ մի օր, երկու օր, սա տարիների խնդիր է, բայց հիմա երբ որ արդեն բնակիչների թիվը շատացել է եւ դիամետրը, այսինքն տրամագիծը խողովակի չի բավականացնում, արդեն հետ է դուրս տալի անձրև մի քիչ անբարեխիղճ մարդիկ մեջը ուրիշ տեսակի աղբեն իջացնում, թաց անձեռոցիկներից բռնած վերջացած ինչ ասեք մաքրում է անգամ այսօր կոնկրետ այսօր ուզեցինք մենք մեր վիդեոսներով բերենք մարդիկ փչեն, բացեն կազմակերպության դիմեցինք, ուղղակի չբացվեց։ Հիմա այս մարդիկ մինչև իրիկուն կարող է կեղտաջուրը ավելի բարձրանա։ Մեր խնդրանքն է թող վիոլայի վրա ինչ որ պատասխանատվություն թող եկալ իր վրա, որ այս հարցը, էսի ոչ թե բնակիչը, իր տրուբեն է, էսի իր տրուբեն է, էսի տան մեջ հարց չի։ Հիմա մենք կարանք դուրս գանք փողոց, սաղ դիտահորերը բացեմ։ Դավոջան հələ տուր է մանդիրովկի։ Սաղ դիտահորերը բացեմ, տենան ինչ է, էսի տան խնդիր չի։ Հիմա գործում ջուրը կամ մեկը մյուսը չի բավականացնում։ Հիմա ախպետ կողքի բնակիչները Պրոստը հարգելով այս բնակչին, ախպետ, իրանց տան կոմունիկացիան, որ պետք է օգտագործեն լողանալ, աման լվալա բանը, մարդիկ ասեք թողել են գիշերը ուշ ժամի անի, որ գոնե այս ախպետը մի քիչ իջնի, էդի զուտ մենք իրար մեջ ենք ան։ Հես արի ես հենց հիմա դեմի դիտավորը բացեմ։
Այսինքն այս սելավատար ջրերը որտեղով պետք է լցվեն։ Սելավատարը, բայց միացած է բանին։ Տեսեք հիմա Կոյուղուն կամ սելավատարը այնտեղից ուղղակի միանում է։ Էն է բերան լիքը։ Էսի մոտավորապես 3-ից 4 մետր խորություն ունի այս հորը։ Բայց հələ նայ բերն է բերան ջուրը կանգնա։ Այսինքն մի հատ թեթև անձրև որ գա, այսի անպայման կլցվի։ Արդեն հետա գնահատները։ 3 իրի գունը, ցավը տալեմ, 3 իրի գունը։ Հա։ Չէ, 3-ի առաջ ժամը 3-ի կողմերը 3 րոպեանոց անձրև է։ 3 րոպե է տելել։ Ես վիդեոները ձեզ ուղարկել եմ։ Իմ տան վիճակը տեսակ ինչ է։ Հիմա եթե պետք է սաղ կարանք բացենք, սաղ այդ վիճակն է։ Սաղ այս հորերը, այս վիճակն է։ Ու այս ամբողջ խնդիրը գալիս է ընդերի դիտահորից այդ Խցանված միանալու տեղը, որ վիոլա ջուրը պատճառաբանություն է բռնում, վրան գարաժներ կա սարքած, հողամաս կա, այս կա, այն կա։ Հիմա եթե ես այստեղ բերեմ մի հատ շինություն սարքեմ, սա գալու է իջի տուգանը։ Բայց ժամանակին մարդիկ այդ ամենը սարքել են։ Հիմա վիոլա ջուր, դու քո տրուբել, ով պետք է սպասարկի, բնակիչը։ Իսկ նախկինում որ ձեր միջոցներով մաքրում եք այդ խողովակը, այդ հատվածը, աշխատում էր ինչ որ մի։ Մի 2 ամիս, մի ամիս 2 ամիս։ Կա վնասված է թե չէ չերևում, որտեղ ծածկված է։ Բայց այսօր չեք կարացել։ Այսօր չեն կարողացել։ Տղեկը մեծ ցիստերով առաջարկեցինք որ գան օգնեն մենք կվճարենք, ասին չի բացվում, որ վճարեք էլ չի բացվում։ 4 տոննան ջուր են փչել, ասա չեն կարացել բացել։ Այդ մարդուն, հա, ինքը ուզում է, սրտացավ է, անում է, բայց չի լում։ Հիմա լավ չի լում, այդ մի հույսն էր, որ մենք գումար էինք տալիս։ Հեսա ջրատար միացած է խողովակեցի։ Այսինքն դες խողովակով գալիս է միանում աստեղ։ Որ երևում է լծված ջրերը, տեսեք հենա ջուրը։ Լավ էլ թեկություն չունի, բայց ամեն դեպքում պիտի գա։ Երբ որ էսի լծված է, ոնց պետք է տանի փողոցը ջուր։ Մյուսն էլ մեքենայի թակա։ Մանավանդ ինքն էլ գոքավորությունն է վերևից եկող ջրերը, բան սաղ գալիս է հավաքստեղ հավաքում։ Տեսեք մեր վիճակը, մենք ամեն անգամ ստեղից մեծ քանակությամբ հող, տիղ գա բերում, լցնում աստեղ։ Հիմա այս անգամը չենք հասցրել, որտեղ թաց է։ Կա վիդեոներ ուղարկել եմ։ Մեր այս հարևանուհին անգամ այդ ջուրը լցվելու պատճառով թևը կոտրեց։ 3 ամիսա չեմ աշխատում։ Մենք գիտենք որ անձրևաջուրը գալիս էր մեքենաներն ասում են լցում էր ձեր բակ, ճիշտ է։ Հա, այս տուն նահել է վիդեո որ Ինքը անգամ ստեղ ձեռքը կոտրեց, տարան վրա հատեցին, այստեղ չէր կարողանում ջրի միջով անցնել աշխատանքի։ Ու ես վիրահատել եմ։ Միջև այստեղ ջուրը բարձրանում է, միջև այստեղ։ Միջև այն լուսամուտների տակը ջուրը բարձրանում է։ Խնդիրը չաշխատի, ժողովուրդը ամեն անգամ բողոքաներ։ Իրանց տաճարում ես 250,000 տուժվել եմ։ 250,000 տուժվել եմ։ Խնդրեմ մատս։ Ես չեմ կարում աշխատեմ, գործի չեմ կարում գնամ։ Ինչի համար, այս ջրերի համար ալիքներ անում են, լցում են աղբը գալիս է տուն։ Անմիջապես տուն անձևա ջուրը չէ։ Այդ անձևը Դե մեջից հանում է դուրս էլ բարձրացնում։ Այդ կեղտա ջուրը ապել։ Դու պրոստը այսօր մի քիչ sense լավ է, էլի չի ստացվել, որ այն անձևի ժամանակ ձեզ հրավիրենք։ Այ վերևից գծվում։ Անգամ վերևի ապրողի մոտ մի քիչ իր տան պատվալային է իր բնակարանը, մարդու մոտ անընդհատ հենց հիմա դուրս է տված իր տանը, այս է մոտենում է ինքը։ Տեսեք ինչ թեկության վերևում է ինքը, չէ՞, բայց իր մոտ էլ է դուրս գալիս։ Այս շարքի դիտավորն է, չէ։ Բարև ձեզ։ Դուք եք տուժած բնակիչես։ Ահա որ։ Ձեր տուն- Ես տուժածը մենք ենք, ես ցանես։ Ձեր տուն էլ է լցվում կոյուղը։ Այսքան լսվավ լուկի մեջ, մեր տունը դուրս է տալի։ Հենց 15 սանտիմ լուկի լսվում է, մեր տունը դուրս է տալի։ Սա բանը շուքանա, այսինքն հելնում է, կեղտա ջուրը կեղտով, մեղտով։ Տան մեջ է լցվում։ Տան մեջ, բանիքի մեջ։ Շատ ահավոր է, չի լնում։ Բայց ձեր տունն էլ ասեցին հարաբերական մի քիչ վերև է գտնվում։ Այն լեքսուսի մոտ։ Պատկերացու այս ագին թեկություն է, էլի ասես որ աշկորն է։ Պատկերացու ոսկե համարյա վերջն է։ Եթե ընդ է լցվում, ստեղ ինչ է կատարվում։
խնդրում եմ, սա ինչ որ ճշնամություն չի ոչ մեկի հանդեպ։ Մարդիկ ունեն իրավունք այս կեղտաջրերից պաշտպանվելու։ Եթե պատկան մարմինները այս ամեն ինչը ընթաց կտան եւ կարգավորեն, մենք ուղղակի շնորհակալ կլինենք։ Իսկ եթե չեն ուզում իրանք կատարեն իրաց աշխատանքը, այդ դեպքում դուք խորհուրդ տվեք մենք ում դիմենք։ Մենք օրինապաշտ քաղաքացի ենք ու մեր համար կապ չունի թե ով կլուծի այդ հարցը։ Մեզանից վերև են ինչ որ բնակչի շինության տակ կամ ինչ որ մի բանը, թող այդ հարցին լուծում տան պատկան մարմնում ենք ինչ բան ունենք հարևանների հետ վատամարդ լինելու կամ ասենք նեղացնելու իրենց Քաղաքապետարան դիմել են ստորագրահավաք։ Քաղաքապետարանի Քաշին բաժինը եկել է սիտուացիային նայել։ Բայց արդեն չի ձգվում, չենք դիմանում։ Այդ մարդը մեզի ասեց մոտ մի ամիս կտևի այդ գործընթացը, բայց այստեղ հարցը այն է, որ այդ մարդուն ես խնդրեցի, որ ինքը դիմի վիոլա ջրին, թեկուզ գան ժամանակավոր լուծման, միջև գլոբալ հարցը լուծվի, էլի չեն անում։ Իրանցից հետո էլ ենք մենք էլի զանգել ենք վիոլա ջուր։ Մեր այս փողոցի սաղ բնակիչների հեռախոսահամարները այդ վիոլա ջրում երևի անգիր գիտեն արդեն։ Դաժե չեն պատասխանում շատ ժամանակներում չեն պատասխանում։ Դաժե չեն պատասխանում։ Դաժե չեն է գալիս, գոնե ձևական մի հատ ինժեներ գա, որ հասկանանք ինչ է։ Ինժեները ոչ պատասխանում է, ոչ գա, ոչ մի բան չեն անում ցավոք։ Ես մեր տունը ավելի շատ եմ զարգում, քան վիոլա ջուր։ Ավելի քիչ եմ զարգում, քան վիոլա ջուր։ Հիմա թաղապետարանը ընթացքը եթե տայել, մենք չգիտենք ինչ է։ Մի որոշ ժամանակ հիմա այսօրվա դրությամբ Կիրակի օրա, վաղը երկուշաբթի մարդիկ գործի պիտի։ Ով տունը պիտի լողանա, այդ մարդիկ չգիտեն դա։ Հələ այդ հարցը չենք քննարկել։ Հələ որ լուկ ենք քննարկում։ Սա